Անսպասելի շրջադարձ, ցավոտ բացահայտումներ, խաբեություններ, 7 կողպեքի տակ թաքնված գաղտնիքներ, որոնք ճակատագրական հետ կթողնեն ողջ կյանքի վրա, սեր, ցավ, հիասթափություն, կրիմինալի ակտիվացում, զենքի գործադրում, ահա այն ամենը, ինչից պետք է զգուշանալ ողջ մարտ ամսին, բայց ցավոտ իրադարձությունները համեմված անակնկալներով դեռ առջևում են, միստիկ իրադարձությունները կսկսեն մարտի 14-ից, հենց այս օրերին կլինի բացահայտում, որը կցնցի ողջ քաղաքական դաշտը, այս և վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասվելիք շրջադարձային իրողությունների մասին բացառիկ կանխատեսումներ է իրականացրել հայտնի աստղաբան Գայանե Սարգսյանը։ Երևի չգիտեմ նկատել եք թե ոչ, մենք հանդիպել ենք նախորդ խավարումների ժամանակ, հոկտեմբեր ամսվա խավարումներն էր եւ այնպես ստացվեց, որ մենք 6 ամիս չենք հանդիպել։ Հոկտեմբերից այո, մոտավորապես 5 ամիս շուտով արդեն մյուս խավարում, մյուս արևի խավարումը, որը լինելու է ամսվա վերջ, մենք 6 ամիս անցել է։ Փորձենք ամփոփել արդյունքները, նախ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել, որ ինձ հրավիրել եք, ես կիսվեմ իմ իսկ մեկնաբանություններով, այն տեղեկությունները, որոնք ակտուալ են, մարտը իր ամերժ է շատ այսպիսի բուռն ամիս, փաստորեն խոյի կենդանակերպն է գալիս, իսկ խոյի կենդանակերպը այն մարտի 20 մոտակայքում արևը կանցնի խոյ, բուռն փոփոխություններ։ Եկեք մինչ ամսի 20-ը կարևորի մասին խոսենք, այստեղ սիրո հետ կապված մենք հարցադրում ունենք, սիրելիներին։ Հարցադրումները դեռ առջևում են։ Ես կուզենայի նախ ընդհանուր ներկայացնեք մարտ ամսվա կանխատեսումները ինչ սպասել, ապա առավել մանրամասն։ Ինչ է կատարվում այստեղ, ուրեմն մարտ ամսին երկու անձնական մոլորակները Վեներան եւ Մերկուրին նահանջելու են։ Վեներան արդեն իսկ նահանջում է, այն նահանջում է ամսի 3-ից։ Այստեղ ես դիտարկեմ, մինչև մարտի 14-ի մոտակայքում, ապրիլի 14-ի մոտակայքում, խոյի կենդանակերպից նահանջ մինչև ձկների կենդանակերպ։ Մերկուրին, որը կապի շփման մոլորակն է, մենք այստեղ դիտարկում ենք Վեներան մարտի 2-ից մինչև, դիտարկում է ապրիլի 13-ը, 24 աստիճան 37 րոպե ձկներից կսկսի առաջ գնալ, նույնը Մերկուրին։ Ամսի 15-ի մարտի 14-ից հետո խոյից նահանջելու է, հետո երբ առաջ կգնա ապրիլի 7-ին։ Ինչն է հետաքրքիր, գոնե ապրիլի 7-ին այն առաջ կգնա, նրանք ովքեր նեղացել են, քանի որ այս մարտի 8-ը սկսեցինք Վեներան խոյի կենդանակերպում նահանջ ընթացքով, սիրահարները, սիրող զույգերը կարող է շտապեն, նեղանան, խնդիրներ ունենան, քանի որ սիրելի Իլոնա Մարսը խեցգետնի կենդանակերպում է, դուք ինքներդ զգացել եք եւ ձեր շրջապատում, որ խեցգետիները գտնում են տագնապային վիճակում հունվարի 6-ից Մարսը առուծից արդեն իսկ նահանջ ընթացքով այն նահանջող էր անցավ խեցգետին, գիտեք, այսպես շոկային վիճակներ, խնդիրներ, կոնֆլիկտներ տանը, դեպքեր են եղել, որ տղամարդ է զանգել ինձ, երբ որ տեսնում եմ, դիտարկում եմ կնոջ Վեներան խոյի կենդանակերպում է, ասում եմ Մարսը խոյի կենդանակերպում է, Մարսը խեցգետնի կենդանակերպում, ծննդյան քարտեզներում, ուղղակի խնդրել եմ, որ դիմանան, ներողամիտ լինեն, նույնիսկ այդ տղամարդուն ասել է, որ այս օրերին գոնե որքան էլ կոնֆլիկտային վիճակներ են, դա մոլորակային դիրքավորումներից է, ծաղիկներ գնեք ձեր կնոջ համար, որտեղ այդ երկու տղամարդիկ էլ ցանկանում են փրկել ընտանիքը։ Եվ ասեմ, որ իրենք եւ իրենց կանայք բավականին կայացած մարդիկ անձնավորություններ, բայց եկեք տեսեք, որ մոլորակները իրենց գործը կատարում են եւ քանի որ Մարսը կոնֆլիկտի մոլորակն է, այն խեցգետնում լավ չի զգում, խեցգետինը լուսնի էմոցիոնալը այդ օթևանն է, հույզերի ազդեցության տակ նույնիսկ աֆեկտ կարող է լինել, այնպիսի իրավիճակ, որ ես հենց դա լսեցի, որ ամուսինն ասեց, որ աֆեկտի ազդեցության տակ քիչ էր մնում արդեն իսկ հարված էի։ Այո, այդպես լինում է սիրելի հետևորդներ, ուշադիր եղեք, Վեներան նահանջելու է, նահանջում է արդեն իսկ ակտիվություն, սիրո մեջ ակտիվություն կարող է լինել, բայց այդ ամենը կարելի է մի քիչ չափավորել, չնայած խոյերի ինչպես ասենք չափավորել, որտեղ իմպուլսիվ կենդանակերպ է եւ նոր տարուց առաջ
հայտնի հեռուստաընկերություններից մեկի այնտեղ կազմակերպչական մասով զբաղվող անձանց մեկը ասեց ինչ վիճակի, ասեմ դե Մարսը խեցգետնում է լինելու, շատ էր եղեք, ասեց Գանե ջան, գիտեք, ես խոյ եմ, դա անկախ ինձնից է ստացվում։ Իսկ խեցգետինները միջև երբ են այդ տագնապալից իրավիճակում։ Միջև ապրիլի 18-ը։ Ապրիլի 18-ին արդեն իսկ Մարսը կանցնի առյուծ, բայց Վեներան, որ ուղղվի, որը կրկին Վեներան փաստորեն եթե խոյում է, ձկներում արդեն կամած կսկսի օգնել, ապրիլի 18-ից Մարսը կանցնի առյուծ։ Այդ ժամանակ պետք է զգուշանան առյուծները, մոտավորապես ամսուկես 2 ամսով առյուծներն են, բայց առանձնապես խեցգետնում Մարսի դիրքը շատ բարդ է նրա համար, որտեղ Մարսը խանդավառում է այդտեղ ջուրի կենդանակերպում, իսկ այստեղ նա բարդ դիրքերում է, նրա համար հաճելի չէ, հա, կոնֆլիկտային մոլորակը, ինչպես տաք գործիքը, որ ջրի մեջ դնեք, ինչ կլինի, խեցգետնին, այդպես, հաջորդ կարևոր հարցը, ինչից պետք է զգուշանալ։ Ահա, հենց դա է ուզում դրա մասին խոսենք, քանի որ Վեներայի հետ նաև Մերկուրին է նահանջում, այստեղ մենք դիրքերը դիտարկում ենք, չէ՞։ Մերկուրին ասում մարտի 14-15-ից մինչ ապրիլի 7-ը։ Խոյի կենդանակերպում նահանջելու է, հետո նա սկսելու է ձկների կենդանակերպում, արդեն կամած առաջ գնալ, եթե մենք այստեղ դիտարկում ենք, մոտավորապես մարտի վերջ է գալիս, հա, առաջ գնալ, այնտեղ ձկներում նա իրեն լավ կզգա, Մերկուրին լավ չի զգում, այ Վեներան է լավ զգում, գիտեք, եթե խոյում մտքերը խառն են, բուռն են, արագ արձագանքում է իրավիճակներին, կարող է այսպես հարձակողական դիրքերում լինել, մանավանդ խոյ, խեցգետին, կշեռք եւ այծեղջյուր։ Իսկ ձկների կենդանակերպում Մերկուրին իրեն կորցնում է, այդտեղ նրա համար գիտեք ինչ է, իրականությունից կտրվում է։ Այդ ժամանակահատվածում այն խնդիրները, որոնք առաջացել են մարտի 14-ի մոտակայքում, որտեղ մենք արդեն 14-ին լուսնի խավարում ենք, դրանք հետագայում խորանալու միտում ունեն։ Ուշադիր եղեք սիրելիներս, կարևոր պայմանավորվածությունը այս երկու օրը 10-ից 12-ը սիրելի Իլոնա, 13-14-ին արդեն միևնույն է Մերկուրին, գիտեք մոլորակը առաջ է գնում, մի քանի օր կանգնում է, հետո հետ է գնում, այդ 13-14 արդեն 12-ից նա կանգնելու է։ Կարևոր պայմանավորվածությունները, գործերը այս 1-2 օրը, վաղը, մյուս օր, այդ 2 օրերը կարող եք անել։ Մնացածը թողեք սիրելի հետևորդներ, ապրիլի 7-ից հետո, երբ որ Մերկուրին կուղվի, մենք ունենք խավարումներ եւ մարտի 14-ին, եւ մարտի 29-ին, մարտի 14-ին լուսնի խավարում է լինելու, մարտի 29-ին արևի խավարում է լինելու, հիմա ես հստակ ձեզ կարող եմ ասել այդ ժամկետները, մարտի 29-ին է Արեգակի խավարումը, խոյի կենդանակերպում, դրանից հետո մի քանի օր ուղղակի հանգիստ եղեք, հետո կորոշեք ձեր կարևոր գործերը։ Էսթետիկ միջամտության համար տվյալ ժամանակահատվածը մարտի կեսերից մինչև ապրիլի սկիզբ խորհուրդ չի տրվում։ Նախ Վեներան խոյում է, խոյը քիթն է, Վեներան գեղեցկության մոլորակը, հետո անցնելու է ձուկ, հետո Մերկուրին է, Մերկուրին ինֆորմացիան է, կրկին խոյում, այդտեղ համի հոտի զգացողությունը կարող են կորցնել, էսթետիկ այդ տեսքից հնարավոր է գոհ չլինել։ Նրանք ովքեր արդեն իսկ որոշել են կատարել, ուղղակի ուշադիր եղեք, բայց այդքան խորհուրդ չի տրվում, որտեղ խավարումների միջանցքում են մոլորակները լցված են, ամբողջ Նեպտունը, Սատուրնը գտնում են ձկների կենդանակերպի վերջում, այնտեղ նաև հանգույցն է գտնում, բարձրացող հանգույցն է ձկների կենդանակերպում, գիտեք շատ կարևոր մոլորակային այսպես կոնֆրոնտացիա է, նաև այսպես խմբավորում է, ստելիում է, Նեպտունը 150 տարին անցնում է, մեկ պտույտը ավելի շատ այնտեղ, մոտավորապես 160 քանի տարի, այս պահին չեմ հիշում, Սատուրնը 30 տարի մեկ է այդտեղ, հանգույցները, դրանք լուսնային հանգույցները արևի եւ լուսնի ուղեծրերի հատման կետերն են, 18.5 տարի հետո այդ նույն աստիճանի վրա են, պատկերացրեք այսպես խմբավորում, ուշադիր եղեք, նրանք ովքեր անկայուն հոգեվիճակ ունեն,
ովքեր խմելու ալկոհոլի տարբեր թմրանյութերի հետ սեր ունեն, հնարավոր է բացահայտումներ լինի հենց ամսի 14-ի մոտակայքում, ուշադիր եղեք ուժային կառույցներից, այն անձինք, որոնք խախտել են օրենք Սատուրնը ձկների կենդանակերպում եւ ովքեր գտնվում են 18, 19, 27, 28 36, 37, 44, 45, 59, 60, 74, 75 այդ տարիքային շրջափուլերում ուշադիր եղեք չկոտրեք ձեր ոտքերը, առողջության հետ կապված խնդիրներ, ալերգիաներ, հոգնածություն, գերհոգնածություն, ոտնաթաթեր հնարավոր է ցավան, աղեստամոքսային տրակտի հետ կապված որոշակի խնդիրներ, ուշադիր եղեք ձեր սննդակարգին, բայց այսպեսի մի կարևոր բան, լուսնի խավարումը, որը տեղի ունենալ ամսի 14-ին, քանի որ նա այն ձկների կենդանակերպում է, լուսնի խավարումը ինչ է լիալուսին, որը ուղղորդվում է այդ լուսնային հանգույցներով։ Եվ ինչ է, եթե նորալուսնից մինչև լիալուսին անոր գործերն է պետք սկսել, իսկ լիալուսնից մինչև, ասենք նորալուսնից լիալուսին նոր գործերն ենք սկսում, լիալուսնից նորալուսին պետք է ձերբազատվենք։ Այն ինչ մանավանդ նահանջող Մերկուրը, նահանջող Վեներայի ուղեկցությամբ մարդիկ կարող են ձերբազատվել վատ սովորություններ, ձկների կենդանակերպը, դա ծխել, խմել, նրանք ովքեր ուզում են, քանի որ լուսինն էլ կույսի կենդանակերպում է լինելու, վերևից հրահան կատի եզերքից հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջականին, ֆիզիկական առողջության, կարող եք դիետաներ պահել, բայց քանի որ Սատուրնը ձկներում է, նրանք ովքեր հենց այդ տարիքային շրջափուլերում են, ուշադիր եղեք միանգամից ուժասպառ չլինեք, որովհետև այդպիսի դեպքեր կա, քաշի մեծ անկումը Սատուրնի ուղեկցությամբ, հենց կույս կենդանակերպի ազդեցության տակ ծնված անձեր, որը գտնում եք 44-45 տարեկան այդ շրջափուլում, նա ուղղակի գիտեք եւ մասնագիտական այրում էր իր մոտ եւ նաեւ հոգնածություն, գերհոգնածություն, ասում եմ չեմ ցանկանում աշխատեմ, բայց ինչպես չի ցանկանում, երբ որ 5 մոլորակ արև, Մերկուրի, Վեներա, Մարս, Սատուրն գտնվում են եւ նաեւ բարձրացող հանգույց է 5 մոլորակ դասական եւ նաեւ 1 ֆիկտիվ կետ գտնում են կույսում։ Ուղղակի ես նրա հետ խորցակցելու արդյունքում հասկացանք իրապես նրա մոտ մասնագիտական այրում է, իսկ ովքեր չգիտեն մասնագիտական այրում ինչ է, համացանցում կարող եք տեսնել, համենայն դեպս գերհոգնած վիճակում է։ Խորհուրդ տվեցի, որ կամաց գնա մերսումների եւ նաեւ քանի որ մոլորակներ կան ֆիզիկական առողջությանը հետեւի եւ մերսումների միջոցով դիետան արդեն բավականին շատ էր պահել, քաշի անկումն էր բերել դրան։ Պետք է ուղղակի հանգստանաք նրանք, ովքեր այդ շրջափուլերում անսպասելի ձեր ղեկավարները կարող են հրաման տալ, նրանք ովքեր գտնում են 30-45 տարեկան շրջափուլում եւ 59-60 տարեկան, ուշադիր եղեք, չնայած ղեկավարը եթե որոշի ինչ-որ բան լինի, ձեր մեղմ լինել կամ չլինելը այդտեղ առանձնապես դերակատարում չունի, այո, բայց ես ասեմ, որ այս բար դիրքավորներով ես նաեւ հանդիպում եմ, որ պաշտոնի բարձրացում է լինում հենց այդ տարիքային շրջափուլերում, նրանք ովքեր աշխատել են ժամանակը չեն վատնել, որտեղ Սատուրնը ժամանակի մոլորակն է, ձկներից նա ասում է հերիք է հանգստանալ, չնայած բարձրացող հանգույցն էլ հակառակն է ասում, բայց եթե ժամանակը ավելորդ չեն վատնել, իրենք մասնագիտական աճ են գրանցել, ապա նաև պարգևատրումներ կարող են լինել, հենց նաև ձուկ եւ կույս կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների մոտ, ինչու՞ չէ նաև ցուլ, այնտեղ կարիճ եւ խեցգետին եւ այդտեղ դրա մասին քիչ հետո կխոսենք։ Այստեղ ինչ ենք տեսնում, քանի որ խավարում է մոտ 23 աստիճանի մոտակայքում է լինելու ձկներ կույսում, լուսինը կույսում է լինել, բայց առանցքը ձուկ եւ կույս առանցքն է, այն դրական սեքստիլ դիրքավորում ունի Ուրանի հետ ցուլիկ երկթանակերպում, որքան որ լուսնային խավարում է եւ ընդհանրապես խավարումների մասին կանխատեսումները, մեկնաբանները լինում են խիստ այդպես բացասական, փորձեմ ես դրական լույսի ներկայացնել, որովհետև այդ խավարումները ունեն դրական դիրքավորում անսպասելի անակնկալներ, հաջողություններ բերող մոլորակի հետ, Ուրանի հետ, որը գտնում է ցուլի կենդանակերպում, իսկ ցուլը դա ֆինանսական միջոցներն են, ռեսուրսներն են, գումարներն են, մանավանդ այո բարդ է լինելու ձկներ եւ կույս կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների համար, բայց եթե դուք
աշխատել եք, եթե դուք ժամանակը խնայել եք, եթե բազմաչարչար ձեր տարիների արդյունքում հնարավոր է, որ անսպասելի հաջողություններ ունենաք։ Այդտեղ եթե ձուկ եւ կույսը ես նայում եմ, ձկների առաջին տունն է, կույսերի առաջին տունն է լինելու ձկների առաջին եւ 7-րդ տների այդ դաշտն է, իսկ առաջին տունը մարդու եսն է, արտաքին տեսքն է, թե ինչպես են շրջապատում ընկալում ձեզ, ընդունում ձեզ անուն, ազգանուն, իսկ 7-րդ տունը ձեր գործընկերներ, զուգընկերներ եւ նաեւ կողակիցը, ինչ է, այսինքն միջանձնային հարաբերություններում անձնային այդ դաշտում փոփոխություններ կարող են լինել եւ կարող են անսպասելի փոփոխություններ լինել։ Ձեր գոլեգան, ձեր զուգընկերը, սիրելի ձկներ, որքան է որ նրանցից բողոքում եք, որովհետեւ կույսերը շատ սկեպտիկ են եւ շատ լուրջ են, մանրակրկիտ ուսումնասիրության են ենթարկում ամեն ինչ, անսպասելի ձեզ ֆինանսական հաջողություններ կլինի։ Գործընկերները, եթե կույսերն են, կույսերի դեպքում այդ հաջողությունները կարող են լինել ձեր պարտներների միջոցով, բայց նաև ուշադիր եղեք այդ խնդիրները չանդրադառնան ձեր շփումների վրա եւ մի քիչ այսպիսի մտավախություն կա, քանի որ մոլորակները գտնում են ձկների կենդանակերպում, ուշադիր եղեք, որ խաբեությունների մեջ չընկնենք, մանավանդ երկօրյակ աղեղնավոր կույս եւ ձկներ։ Երկօրյակ աղեղնավորը, տեսեք Մերկուրին նահանջում է, գալու է ձկներ, Վեներան կրկին ձկներ, արտերկրի հետ կապված հարցերում, երկօրյակների համար կխոսեմ, կասեմ, որ ոլորտներին ուշադիր եղեք, այստեղ եթե դիտարկենք, եկեք ըստ հերթականության ասենք, որպեսզի չխառնենք եւ դրական եւ գաղտնիքներ կարող են բացահայտվել, որոնք կարող են ձեզ հիասթափեցնել, սիրելի ձկներ, կույսեր, երկօրյակներ եւ աղեղներ եւ նաև անակնկալների տեսքով դա կարող է լինել ֆինանսական օգնություն, պարգևատրում, անսպասելի այնպիսի մի իրադարձություն կամ այնպիսի մի նվեր, որին վաղուց սպասում եք, որտեղ ինչևէ ինչ էլ ասեն, Ուրանը ցուլում, ցուլը դա ենթադրում է ֆինանսական միջոցները, Ուրանը անսպասելի տվյալ դեպքում դրական դիրքերի դեպքում անսպասելի հաջողություններ։ Եթե դիտարկում ենք մենք կշեռների եւ խոյերի համար, կշեռների 12-րդ տունն է, խոյերի 6-րդ տունն է, այլ այստեղ անմիջապես հետաքրքիր է, որ կույս եւ ձուկ 6-րդ եւ 12-րդ տուն, հա, կշեռքների 12-րդ տուն, առողջության հետ կապված հարցեր, կշեռքները ուշադիր լինեն, որպեսզի չմեկուսանան, հարկադիր մեկուսացման կարող է գնալ, իսկ կույսերի դեպքում կույսերը 6-րդ տանը խոյերի համար, խոյերի դեպքում առողջության հետ կապված հարցեր են, համենայն դեպս աղեստամոքսային տրակտի հետ կապված կարևոր այդ հիվանդությունները կարող են այսպես նկատելի լինեն, օրինակ խորհուրդ չեմ տալիս վիրահատություն անել հենց որովայնի այդ հատվածում, որովհետև կույսը ինչևէ լուսին եւ արև այդ հակադրությունը, մանավանդ ձկներ եւ կույս հնարավոր է որոշակի բարդություններ, եթե բարդություններ չլինեն, դեղորայքի չարաշահումից ուշադիր եղեք, այն ինչ կա, ալերգիկ պրոցեսներ կարող են լինել, եթե արդեն իսկ վերցրել եք այդ օրերը, ոչի չեմ կարող ասել, բայց կարող է արդյունքը ձեզ դուր չգա, նենց որ այնպես որ կարելի է չգրել, թե ինչ անեմ, ինչ չանեմ, կարող եք հետաձգել, եթե չէ, ուղղակի ուշադիր եղեք գերդոզավորումից, դեղորայքի չարաշահումներից։ Անցնենք առաջ, եթե այստեղ դիտարկում ենք կարիճ եւ ցուր 11-րդ եւ 5-րդ տունը։ Ինչն է հետաքրքիր 5-րդ տունը երեխաներն են, 11-րդ տունը դա կրկին երեխաներն են, բայց այն երեխաները, որոնք որդեգրված են, որոնք ոչ սովորական ճանապարհով են, լույս աշխարհ գալիս, կողակցի կամ ամուսնու կնոջ երեխաները, երեխաների հետ կապված մանավանդ եթե մենք դիտարկում ենք ցուլերի, այո, երեխաները, նրանց համար անսպասելի հաջողություններ կարող են լինել ձեր երեխաներից, այսպիսի լավ լուր կարող եք ստանալ, կուրախանաք սիրելի ցուլեր, կարիճների 11-րդ տունը դա ապագա պլաններն են, ապագա պլաններում անսպասելի հաջողություններ կարող են լինել, բայց միևնույն է, քանի որ խավարում է այդ լուսինը արևին, արևը կամ լուսնին հակադրվում է, ուշադիր եղեք այդ հարցերում, սիրելի ցուլե ձեր երեխաների հետ կապված հարցերում, կարող եք բացահայտել, որ նրանք, որ
ճիշտ ճանապարհի վրա չեն, բայց միևնույն է փորձեք հարթել խնդիրները նրանց հետ, ուրանոցում ուշադրություն դարձրեք նրանց ֆինանսական հոսքերին, նաև արտահոսքերին եւ փորձեք հարաբերություններ ստեղծել նրանց հետ։ Կարիճների դեպքում էլ ասում ձեր համախոհներից ուշադիր եղեք, որովհետեւ քանի որ լուսինը կույսում է համախոհների հետ, որոնց հետ նաև կիսում եք ձեր աշխատանքային առօրյա։ Կարող են որոշակի բացահայտումներ լինել, որոնցից դժգոհ կլինեք։ Անցնենք առաջ, սիրելի աղեղնավոր երկորյակների համար 10-րդ եւ 4-րդ տուն։ Երկորյակ այ այստեղ եմ ասում, եւ դրական տենդենսներ կան եւ բացասական այդ մոլորակային դիրքեր, եթե դիտարկենք այն որպես քառակուսի դիրքավորում, որտեղ փոփոխական խաչն է, երկորյակների մոտ խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ նրանց 4-րդ տունն է մայր ծնողի հետ, ծնողների այդ ռուսերեն ասում են օս, առանցքն է։ Երկորյակների մոտ խնդիրներ մայր ծնողի հետ, որոշակի գաղտնիքներ կարող են բացահայտվել, մոր առողջության հետ կապված հնարավոր է բացահայտեն, որ առողջության հետ խնդիրներ կան։ Իսկ աղեղնավորների դեպքում մենք այստեղ դիտարկում ենք այն գալիս է 10-րդ տուն, աղեղնավորների դեպքում հայր ծնողի հետ կապված կամ ղեկավարների հետ կապված խնդիրներ կարող են լինել, բայց քանի որ դրական դիրքավորում ունենք մենք Ուրանի հետ, այդ խառնաշփոթ իրավիճակից դուք կարող եք զգալ շահած եւ հնարավոր է որ հենց ձեզ ֆինանսական հաջողություններ լինեն։ Ինչևէ որոշակի ծախսեր կարող եք անել, որպեսզի սիրելի, եթե այստեղ դիտարկում ենք մեր սիրելի երկորյակներ, ծախսեր կարող եք անել, բայց այդ ծախսերը կարող են հաջողությամբ պսակվել ձեր մայրիկի վրա, հնարավոր է գումարներ, ծախսեք նրա առողջության վրա, բայց դրա արդյունքում դառնաք հենց այդ օջախի ժառանգության կրողը։ Այստեղ աղեղնավորների դեպքում էլ հնարավոր է պաշտոնի բարձրացում լինի, հայրիկի առողջական վիճակի վատթարացման արդյունքում հայրիկի կողմից կարող են ստանալ այդ ամենը։ Անցնենք առաջ, այստեղ եթե մենք դիտարկում ենք այծեղջուր խեցգետին, այծեղջուրների 9-րդ տուն, խեցգետիների 3-րդ տուն, սիրելի խեցգետիններ ձեր համար կարևոր է լինելու քուր, եղբայր, այդ առողջության հետ կապված հարցը, քանի որ 3-րդ տանն է ընկնում, կարճ ճանապարհորդություններ, կարճ այսպիսի պարբերաբար հնարավոր է, քանի որ կույսում է, մոտակա 10-15 օրը բժիշկների հետ հանդիպեք, որտեղ լուսինը կույսում 3-րդ տանը, աղեստամոքսային տրակտի կամ առողջական վիճակի բարելավում լինի, քանի որ ասում եմ խավարումը ճիշտ է ինքն իրենով բարդ է, բայց դրական լուծումներ կան։ Մեքենա կարող եք գնել, բայց խորհուրդ եմ տալիս, եթե մեքենան հավանում եք, քանի որ 3-րդ տունը մեքենաներն են, փոխադրամիջոցներն են, ուսման հետ կապված հարցերը, կարող եք ամեն ինչ որոշել, գնալ, ստուգել, բայց վճարումները կատարեք ապրիլի 7-ից հետո, կհավանեք, կխոսեք, հիմնական այո, մինչև ամսի 12-13 կամ դրանից հետո ապրիլի 7-ից հետո գոնե։ Այծեղջուրների 9-րդ տանն է, 9-րդ տունը արտերկրում է, նրանք ովքեր արտերկրում են գտնվում, աշխատանքի հետ կապված հարցեր կարող են առաջ գալ լուսինը կույսում 9-րդ տանը։ Առողջության հետ կապված հարցերը կարող են առաջ գալ, այնտեղ քանի որ Սատուրնն է ձկների կենդանակերպում գտնվում եւ այդ երկու կենդանակերպեր եւ այծեղջուր եւ խեցգետին, Սատուրնը դա ապահովագրությունն է։ Եթե առողջական խնդիրներ ունեք, ապա ապահովագրական ընկերությունները, քանի որ Սատուրն Ուրան այդ սեքսիլը կա, դեռևս ապահովագրական ընկերությունները կարող են օգնել փակել ձեր առողջականի հետ կապված ծախսերը, հնարավոր է գումարներ կարողանաք ստանալ, նրանք ովքեր այդ ոլորտում են աշխատում, բժիշկները, առողջապահական համակարգը, հաշվապահությունն է նաև ուսի կենդանակերպը, վերջերս այո, հենց հաշվեցին ձկների կենդանակերպի ազդեցության տակ ծնված մեկը, այ հետաքրքիր է, ասեց, որ մենք տարվա հաշվետվություն կա, չէ, այնտեղ հաշվել են $5000 պետությունը ետ է վերադարձնելու իրենց հետաքրքիր է հենց ձկների կենդանակերպ։ Կհիշեցնեք, ես ձեզ մի հատ դեպք էլ պատմեմ, վերջում խավարումներից առաջ ինչ հետաքրքիր միջադեպ եղավ։
Այո, այդպես էլ կարող է լինել, արտերկրում կարող եք լուծել ձեր ստատուսի, նաև ֆինանսական հարցերը, առողջության, առողջապահության հետ կապված հարցերը։ Վերջին կենդանակետն է մնացել, թե ոչ, այդտեղ ջուր խեցգետին ջրհոս առուց։ Ջրհոսների 8-րդ տունը, առուծների 2-րդ տունն է։ Լուսինը կույսում առուծների 2-րդ տունը ինչ կտա։ Ինչ կտա 2-րդ տունը ֆինանսներ, ջրհոսների առուծների 2-րդ տունը, ջրհոսների 8-րդ տունը, 2-րդ տունը ֆինանսներ, լուսինը կույսում, ֆինանսների տանը, աշխատանքում, ֆինանսական միջոցներ կարող են գալ, քանի որ Մերկուրին է նահանջում, այ եթե խախտումներ եք կատարել, ուշադիր եղեք, քանի որ լուսնի կույսում Սատուրնը լինելու է ցուլերի 8-րդ տանը։ Այդտեղ ֆինանսական միջոցների հետ կապված որոշակի եւ խնդիրներ կարող են լինել, եւ լուծումներ կարող են լինել, սիրելի հայրենակիցներ։ Հարկային այդ պետական ադմինիստրատիվ մարմիններից ուշադիր եղեք, մաքուր պահեք ձեր հաշվապահությունը, բայց աշխատանքում հնարավոր է ունենաք հաջողություններ, եթե մաքուր եք աշխատել, եթե ձեր փաստաթղթերը այդպես գտնվում են կարգին վիճակում, Սատուրնը կարգի մոլորակներ, իսկ եթե ոչ, ժամանակ է տրվում մարտի 14-ից մինչև ապրիլի 7-ը փորձեք կարգավորել ձեր գործերը, որպեսզի կարող եք շահույթներ ստանալ, ովքեր աշխատում են ֆինանսների դաշտում, երկրորդը ֆինանսներն է առուծի, նրանք, ովքեր նաև մասնագիտացած են այդ հաշվապահական, աուդիտ, առողջապահական այդ գերատեսչությունները հնարավոր է ունենալ հաջողություններ, եթե եղել եք, եթե կարգին են գտնվում ձեր փաստաթղթերը գործել։ Ջրհոսների համար 8-րդ տունը դա կողակից, գործընկեր, զուգընկեր նրանց գումարներն են։ Հնարավոր է, որ այստեղ եթե ներդրումներ լինեն, պետք է ուշադիր լինեք, չխաբեք ձեր գործընկերներին, որպեսզի նրանք հաստատ համոզված լինեն, որ դուք իրենց չեք խաբելու, վստահ գործընկերը, որտեղ 8-րդ տունը դա ինվեստիցիաներն են, ներդրումներն են։ Հնարավոր է հետաձգվեն այդ ներդրումները, կհետաձգվեն մոտավորապես 21-23 օրից մինչև Մերկուրին սկսի ուղիղ ընթացքով ընթանալ, պետք է ուղղակի ձեր վստահության այդ շեմը բարձր պահեք, մարդիկ պետք է հասկանան, որ դուք իրոք կարիք ունեք այդ ներդրումների եւ նաեւ ներդրումներն եւ նաեւ ժառանգությունն է, քանի որ լուսինը կույսում 8-րդ տանը, ապա մոր առողջական վիճակի վատթարացման արդյունքում հնարավոր է դուք ստանաք ժառանգություն կամ կարող եք ծախսել գումարներ ձեր մայրիկի առողջական կամ ձեր տանեցիների հետ կամ ձեր իսկ առողջական վիճակի վատթացման համար, բայց հնարավոր է, որ այդ ամենը դրական ավարտ ունենա ձեր կողակիցը, ձեր զուգընկերը, ձեր գործընկերը օգնեն, որպեսզի փակեք այդ հարցերը։ Ի վերջո բանկերից գումարներ կարող եք ստանալ, ներդրումներ կարող եք անել, եթե իհարկե ճշգրիտ հաշվարկներ եք արել։ Ջրհոսը միևնույն է, անկանխատեսելի նշան է, որ ասես չափի մեջ եղել, բայց միևնույն է հնարավորություն ունեք լուծելու ձեր հարցերը, եթե ճշտ ապահեք սիրելի ջրհոսներ, որտեղ Սատուրնը ձեր երկրորդ մոլորակն է, ղեկավարն է, մեկ լսեք Սատուրնին, ցավոք Ուրանը իրենց ավելի հոգեհարազատ է, որտեղ առաջին մոլորակն է, որտեղ ապագայի մոլորակն է, որտեղ Ուրանը ազատություն է տալիս, իսկ մարդիկ ինչ են սիրում, ազատություն։ Այսքանը սիրելի Նոնա։ Շատ լավ, սիրելի Գայանե, անդրադառնանք նաև, կարծում եմ մեր հետևորդները եւս անհամբեր սպասում են, հատկապես դուք նշեցիք զրույցի սկզբում, որ մարտը լի է բազմաթիվ իրադարձություններով, անկանխատեսելի իրադարձություններով, բացահայտումներով, կուզենայի անդրադառնալ, թե ինչ է սպասում, հաշվի առնելով, որ տարածաշրջան, այսպես ասած, եռում է, ինչքանով դա կանդրադառնա տարածաշրջանային զարգացումները, ինչքանով կանդրադառնան Հայաստանի վրա եւ արդյոք հնարավոր ռազմական էսկալացիայի վտանգ տեսնում եք այս պահին այս շրջանում։ Հարցազրույցներ բազմիցս տվել եմ, բայց այսպիսի մի բան, քանի որ ինչքան հիշում եք կանխատեսումները արել է Թրամփի համար, նրա կյանքի հետ կապված, այդ 5 օր առաջ մահապորտից առաջ հստակ, բայց հենց ձեր եթերներն էլ էի դիտարկում, այո, անցած օրն
հենց այդ հատվածի համար ասել եմ, այս անգամ գիտեք ինչն է կարևոր, քանի որ երկու ղեկավարները, նաև 3 ղեկավարները, տվյալ դեպքում ԱՄՆ-ի նախագահը, Ռուսաստանի նախագահը մեկը երկօրյակ, մյուսը կշեռ, նաև մեր երկրի վարչապետը, հա, Հայաստանի վարչապետն 8-ի տարերքի ազդեցության տակ են գտնվում, իսկ Յուպիտերը, որքան հիշում եք, մայիսից 2024 թվականի մայիսի 16-ից մտել է երկօրյակ եւ այնտեղ է լինելու մինչ 2025 թվականի հունիսի 9-ը։ Յուպիտերը բարեկեցության մոլորակն է, երկօրյակը խաղաղ նշան է, բարդ մոլորակային դիրքան, այն ինչ որ անցած տարի ապրիլին էր, ես այստեղ ասել եմ եւ նաև այդ ժամանակահատվածում եւ հարցակման վտանգ դե արդեն դրա մասին խոսել ենք, որ ուղղակի դրա փոխարեն հողերը խաղաղ ճանապարհով տրվեցին, դա աստղաբանության հետ այն առումով է այսպես առնչվում, մենք ուղղակի մոլորակային դիրքեր ենք տեսնում։ Բարդ դիրքեր ամսի 29-ի խավարման մոտ։ Բայց ես կարծում եմ, որ տվյալ դեպքում այդ գերտերությունների միջև տիրող չգիտեմ, չակերտավոր թե իրական, խաղաղասիրական այդ մղումները դեռևս շարունակելի են մինչ 2025 թվականի հունիսի 9-ը, քանի որ երկօրյակը Յուպիտերը դեռևս այնտեղ է գտնելու։ Հետո, երբ որ Յուպիտերը անցավ արդեն խեցգետնի կենդանակերպ եւ պատերազմի դադարի համար եւ խաղաղության պայմանագրեր ստորագրելու համար տարբեր երկրներում ավելի բարդ է լինում եւ իմիջիայլոց Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Ես կարծում եմ, որ այնտեղ մանավանդ ռուսական աստղաբանները, քանի որ նրանք գիտեն շահեկան դիրքերում են գտնվում, ես կարծում եմ, որ ուղղորդում են, նրանք կփորձեն այս ժամանակահատվածում խաղաղության պայմանագրի հասնել, բայց Ուկրաինայի դեպքում դեռևս նրանք մտածում են, երկու կողմում են Սելելոնա աստղաբաններ են աշխատում, չգիտես, ամեն օր տարվա ամսվա մեջ մոտավորապես 9-10 օրը մեկ լուսինը դրական դիրքեր է կազմում։ Իրենք կարող է այդ օրերին ինչ-որ բան որոշեն։ Ամեն 7 օրը մեկ լուսինը բարդ դիրքեր է կազմում ինքն իր հետ կամ իրավիճակներ։ Դրա համար հստակ ոչինչ չեմ կարող ասել, բայց այն որ Ռուսաստանը կցանկանա այս պահին կնքել հաշտության պայմանագիրը, որտեղ նա գտնվում է գերշահեկան դիրքերում մինչև հունիսի 9-ը, դա միանշանակ է։ Սիրելի Գայանե, դուք նշեցիք, որ երկու կողմերում էլ աստղաբաններ են աշխատում եւ ըստ էության աստղաբանների խորհուրդներով են վերջիններս լրջագույն խնդիրներ լուծում, իսկ ինչ կասեք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասով, արդյոք նա առհասարակ ըստ ձեզ օգտվում է աստղաբանների խորհուրդներից եւ ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին։ Ես չգիտեմ իմ ծառայություններից, իմ խորհուրդներից, իմ դասընթացներից, պետական այրերից բարձրաստիճան համենայն դեպս իրենց անազգանով չեմ դիմել, ես աշխատում եմ հանրության հետ, դասընթացներ եմ վարում, իմիջիայլոց մենք սկսել ենք տարուկեսվա փուլը, փորձում եմ քաղաքականությունից հեռու լինել, բայց միևնույն է այդ թեմաները շատ ավելի ակտուալ են, կարևոր են մեր հանրության համար, ասեմ, որ նրա քարտեզը լարումներ ունի, ձկների կենդանակերպում, նա Սև լուսին եւ լուսինը եւ առհասարակ բարդ է, մի քիչ ասել եմ, ձկներ եւ հույս այդ մոլորակային դիրքը, այդ կենդանակերպերի համար կամ նրանք ովքեր մոլորակային դիրքեր ունեն, ինչ որ բան կբացահայտվի մոտակա ժամանակահատվածում խավարների միջոցում ամսի 14-ի մոտակայքում, քանի որ խավարները սիրում են բացել փակագծերը, իսկ այդ կարևոր մոլորակային այդ եւ ստելյումի եւ իրադարձությունը հստակ ազդեցություն ունեն նրա քարտեզում։ Այդ բացահայտումները ի նպաստ Նիկոլ Փաշինյանի են լինելու, թե երկու, քանի որ խավարումը, տեսեք, խավարման բնույթը, նորից եմ ասում, խավարումները ինչ-որ բաներ, մանավանդ լուսիկ խավարումը կբացահայտի, այդ առումով կարող է տհաճ ինչ-որ լսենք, բայց քանի որ ուրանի հետ դրական դիրքեր կան, կա չէ ռուսական այսպիսի մի բան, կնուտ ի պրյանիկ, հնարավոր է հենց այդ էֆեկտը լինի ինչ-որ տեղից բաց թողում, խնդիր, բայց մյուս կողմից էլ դրական լուծում։ Հարգելի Գայանե, դուք նշեցիք, թե մինչ եթերը սկսելը դուք նշեցիք, որ Գյումրիի մասով որևէ դիտարկում չեք արել, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով, որ մարտի 30-ին Գյումրիում
արտահերտ ընտրություններ են եւ բավականին շատ տեխնացուներ ունենք, բավական մեծ թվով տեխնացուներ կան եւ նաեւ կանխատեսումներ են իրականացվում, որ այնտեղ բավականին թեժ է անցնելու, անգամ կրիմինալի ակտիվացում է տեղի ունենալու, այ դուք աստղաբանության տեսանկյունից ինչ կարող եք ասել Ելնելով հստակ ասեմ, որ չեմ դիտարկել քարտեզը, բայց քանի որ ամսի 29-ին խավարումը խոյի կենթանակերպում է լինելու 9 աշյան խոյի կենթանակերպում, այդ ամենաակտուալ կլինեն կոնֆլիկտային իրավիճակներ կարող են այնտեղ լինել, քանի որ Մարսը խեց գետնում է, Մարսը 20 աշճանի մոտակայքում կլինի, այդքան կարող է չխանգարել 20 եւ ավել, այո կոնֆլիկտային իրավիճակներ կարող են լինել ամեն ինչ խոյ կենթանակերպից ակտիվ նշան պատկերացնում եք արևը խոյում եղանակներ տակ հույզերը Մարսը խեց գետնում մարդիկ տրամադրված թշնամաբար կարող են տրամադրված լինել նույնիսկ կարող է հասնել Մարսը դա զենք զրահ սուր ծակող գործիքներ խեց գետին ժողովուրդը կարող է բաժանվել տարբեր թեմերի եւ բիրտ գործողությունից ուղակի խնդրում եւ ուժային կառույցներ եւ մեր ժողովուրդը ուշադրին է որովհետեւ խոյում է հստակ խավարումը արևը լուսինը այնտեղ ինչ է լուսինը լուսատուները արևը էներգիան է լուսինը միանգամից բացում է այդ էներգիան իսկ Մարսը խեց գետնում մարդիկ կարող են անկառավարելի լինել մանավանդ գիտեք ինչ է մենք գիտենք չէ որ 40 այդ սանտիմետրը մարդու անձնական դաշտն է եթե խմբավորված մարդիկ եղան այդտեղ կարող են լինել պրովոկատորներ եւ երկու կողմից եւ այն թևից եւ մյուս թևից այդտեղ կտուժեն հասարակ մարդիկ եւ այն մարդիկ ովքեր ներկայացնում են ուժային կառույցներ պետք է ուղղակի ուշադրին լինեն հնարավոր է բախումներ լինի եւ ամփոփելով մեր զրույցը ինչպես դուք նշեցիք կուզենամ ամփոփենք դրական նոտայով եւ դուք նշեցիք որ խմբարումների միջանցքից առաջ բավական հետաքրքիր դրական դեպքի ականատես եղել խնդրում եմ այս դրական նոտայով էլ ավարտենք մեր զրույցը ինչն է հետաքրքիր որ ամսի 8-ին հարցազրույց տվեցի Տիկին Լուսիայի հետ դուրս եկա եթերից այսպես ողջավորված մեր կանանց շնորհավորեցինք իմիջայլոց կրկին շնորհավորում եմ սիրելի հայ կանայք երջանկություն ունեմ մաղթում սեր ներդաշնակություն պարուրված լինեք այդ դրական հույզերով ընտանիքի անդամների սեր տվեք ձեր երեխաներին ձեր ընտանիքի անդամներին եւ փոխադարձաբար կստանաք տաքսի նստեցի տաքսում մեջ շնորհավորեց վարորդը մեկը ասեց գիտեք ձեզ ճանաչում եմ Տիկին Գայան է բայց արդեն քանի տարի ես ինձ համար եթե 1-2 տարի առաջ զարմանում եմ որ ճանաչում հիմա այլևս չեմ զարմանում ասեց գիտեք ձեր հաղորդումն էի նոր նայում քիչ առաջ ազատե բացեց հենց հաղորդումս կանգ առած այդ թեմայի վրա ինչն էր հետաքրքիր ասեցի կցանկանա քարտեզը դիտարկել շատ քիչ է լինում որ առաջարկում եմ որովհետև կասեց 20 թվից ձեր հետևորդն եմ պատերազմի ժամանակ երբ որ դուք կանխատեսել եք Երբ որ քարտեզը դիտարկեցի, մենք Տիկին Լուսիայի հետ կխոսենք, Տիկին Լուսիան ասաց, որ շատ կարևոր է բարձրացող հանգույցը։ Մեր քարտեզներում թե մարդ ինչ ծրագրով է եղել։ Տվյալ անձի քարտեզում լուսինը եւ բարձրացող հանգույցը գտնում են կարիճի կենթանակերպում։ Ես ասացի, որ ձեզ համար շատ կարևոր է ֆինանսի եւ ժառանգության հետ կապված հարցերը։ Ձեր մայրիկը կարիճ է պատահաբար, ո կարիճ չէ կենթանակերպով, ասեց կարիճ է։ Եվ ինչն է հետաքրքիր ասի ձեր հուզող թեման տան հետ կապված հարցն է, ժառանգության տան հետ կապված հարցը։ Դուք չհրաժարվեք ձեր ժառանգությունից։ Հետո երբ որ կարծու դե 5-10 րոպե բլից հաշվարկը կատարեցի, ես կարծում եմ որ այդ մարդուն պետք էր ուղղակի այդ ժամանակ ես նստեի այդ մեքենան եւ գիտեք ինչ էր ասի ձեր խնդիրը որն էր, ասեց ես տուն չունեմ։ Տունը պետք է բաժանենք երեխաների մեջ ասի դուք կարող եք ըստ ձեր խնդրի այդ տունը տալ, բայց երբեք ժառանգությունից չհրաժարվեք։ Եվ ինչն է հետաքրքիր, հանգույցները ձկներ եւ գույս այդ առանցքում էր, բարձրացողը ձկներ, տվյալ անձի քարտեզում բարձրացող հանգույցը կարիճում եւ լուսնի հետ։ Նա մտադրություն չուներ երևի, մտածում էր, ասեց երեխաներով շատ ենք, բայց ինձ թվում էր, որ այդպես պետք է որ ես ուղակի տիեզերքի կամքը իրեն ասեի, որտեղ նա կասկածում էր վերցնի թե ոչ, բայց իր քարտեզով անպայման նա ժառանգություն պետք է ստանա։ Ինչն էր հետաքրքիր խավարումներից առաջ այդպիսի միջադեպ որոշում մարդիկ պետք է կայացնեն, բայց հստակ որ այդ ամենը ցույց էր տալիս
դա միանշանակ էր։ Շատ շնորհակալ եմ հարգելի Գաներ, շնորհակալ եմ մեկ անգամ եւս կրկնում եմ ձեր խիտ գրաֆիկից մեր ժամանակ տրամադրելու։ Իսկ ես տեսնում եմ, թե եթերի ժամանակ ինչ եթերը սկսել է, ինչքան է զանգահարում ձեր հետևորդները, ձեր հաճախորդները։ Շնորհակալ եմ, որ մեր ժամանակ տրամադրեցիք եւ այսքան բովանդակալից եւ այսօրեական շատ կարեւոր զրույցի համար։ Ես էլ եմ ուրախ, որ կարողանում եմ թեթևացնել հոգսերը, որտեղ մեր հայ կանանք հոգսաշատ են։ Եվ գիտեք, եթե բժիշկների հետ դուք հաղորդումներ եք վարում, ասում են, որ մեր տարածաշրջանում ամենաշատը Հայաստանում է եւ ողնաշարի ճողվածքներ ունեն կանայք, որտեղ նրանք հոգսաշատ են, նրանք աշխատում են ընտանիքի մանավանդ այն կանայք, որոնք տանն են, այդ մեծ բեռը վերցրին իրենց վրա։ Ես ցանկանում եմ ձեզ առողջություն, երջանկություն եւ թող իմ խորհուրդները օգնեն ձեզ ամրապնդելու ձեր ընտանեկան վիճակը, ձեր ընտանիք։ Ինչ եմ ասում, Մարսը խեցգետն է, որտեղ պարբերաբար քանդում է։ Մի քիչ փոխեք, հիշաչար չլիներ, հա, Մերկուրին խոյում կհիշի։ Սա է կարել, նա է կարել։ Լավ եղեք, սիրում եմ ձեզ բոլորի։